Ողջույն սիրելի հայրենակիցներ։ Իշխանության ապօրինի հրահանգով Անդրանիկը գտնվում է անազատության մեջ։ Այսօր իր խոսքը ձեզ փոխանցում եմ ես։ Հարգելի հայրենակիցներ, սիրելի քույրեր եւ եղբայրներ, ես, ինչպես որ մյուս քաղբանտարկյալները, շինծու մեղադրանքով կալանավորվել եմ։ Մենք բոլորս ենք կալանքի տակ, բայց առաջին հերթին պետք է մտահոգվենք թիվ 1 կալանավորի Հայաստանի ճակատագրով։ Մեր երկիրը զնդանն է նետված եւ բանալին հանձնված է Ադրբեջանին, որի տեղական դրածոն բռնապետի դեր է կատարում։ Երբ կալանավորված է Հայաստանը, որևէ մեկս չենք կարող ազատ լինել։ Բոլորիս ու յուրաքանչյուրիս պարտքն է ազատագրական պայքար մղել, ձևավորելով հայկական իշխանություն։ Հարգելի քաղաքացիներ, սա սովորական ընտրություն չէ, սա հանրաքվե է, անկախության եւ կյանքի իրավունքի հանրաքվե։ Ձեզ խաբել են, խաբում են եւ խաբելու են, քանի դեռ հանդուրժում ենք։ Պետք է վռնդել մեր կյանքից սուտը, կեղծիքը եւ դավաճանությունը։ Սրանք առաջնորդվում են մահ կամ իշխանություն կարգախոսով։ Մենք ասում ենք հիմա կամ երբեք։ Մեզ անհրաժեշտ խաղաղության եւ բարեկեցության ապահովման համար պետք է կռիվ տալ ընտրատեղամասերում, ակտիվորեն մասնակցելով, արժանապատվորեն քվեարկելով եւ հաղթելով։ Սիրելի ժողովուրդ, եկել է ճշմարտության պահը, ամբողջ աշխարհը մեզ է հետևում։ Մենք պետք է մաքրենք խայտարակության խարանը մեր ճակատներից։ Մեզ կեղծ երկընտրանքի առաջ են ուզում կանգնեցնել, բայց իրականում չկա Արևմուտք կամ Ռուսաստան ընտրություն։ Կա ընտրություն Հայաստանի եւ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի միջև, արժանապատվության եւ նվաստացման միջև, պետականության եւ պանդխտության միջև, ճշմարտության եւ ստի միջև, մարդու եւ չմարդու միջև։ Այսօր հասական պահին տանը մնալը համարժեք է դասալքության, համարժեք է խրամատում կանգնած զինվորին թիկունքից հարվածելուն, համարժեք է Ադրբեջանի թեկնածուին պաշտպանելուն, համարժեք է երեխային որբանոց հանձնելուն, համարժեք է Բաքվի բանտում պահվող մեր հայրենակիցներին մոռանալուն, համարժեք է Արցախի հանձնելը ողջունելուն, համարժեք է մեր հազարավոր զոհերի հիշատակը պղծելուն, համարժեք է մեր եկեղեցու դեմ ադրբեջանահաճո արշավի մաս կազմելուն։ Հարգելի քաղաքացի, դիմում եմ քեզ որպես ծնող, որպես զավակ, մի վախեցիր, մի զլատիր, մի զլացիր, մի հուսահատվիր։ Մեզ բաժանել են, պառակտել են, թուլացրել են, որպեսզի տիրեն ու հայրենազրկեն։ Մենք պետք է միավորվենք, ուժեղանանք եւ հաղթենք։ Համարձակվիր դառնալ քվեի տերը եւ 21-րդ դարը իրոք մերը կլինի։ Դու ես մեր երկրի տերը, դու ես Հայաստանի զինվորն ու հրամանատարը։ Միացիր մեր պայքարին, միացիր, որ չպարտվես, միացիր, որ հաղթես, միացիր, որ փոխենք, միացիր։ Ազատություն! Ազատություն! Հարգելի հայրենակիցներ, սա էր այն խոսքը, որ Անդրանիկն ուղղել էր ձեզ։ Այժմ ձեզ դիմում եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի իմ անունից։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հունիսի 7-ին գնա ընտրության, գնա, որ ունենանք հայկական պետություն, գնա, որ բանտում հայտնվեն դավաճանները, իսկական դավաճանները, Արցախը հանձնողները, հազարավոր զինվորների մահվան պատճառ դարձածները, մեր հայրենիքի սահմանները սակարկելի դարձնողները։ Հարգելի քաղաքացի, միացիր մեր պայքարին, միացիր, որ պահենք Հայաստանը, միացիր, որ փոխենք, միացիր,